Պարոն Բաբախանյան, հիմա նաև եկեղեցու շուրջ է բավական ուշագրավ զարգացումներ, հա, դուք նշեցիք 2018-ին թե ովքեր էին Նիկոլ Փաշինյանի հետ, ովքեր էին ձեռք սեղմում։ Հիմա հոգևորականները հակառակը, հա, 2025-ից սկսեցին ողջագուրվել Նիկոլ Փաշինյանի հետ, որոշները կաթողիկոս հրաժարականն են պահանջում, ընդհանրապես այս ամբողջ կոմպլեքսի մասին ինչ կասեք։ Նախ թույլ տվեք նկատել, որ հենց 18-ին որոշ հոգևորականներ ընկել էին փողոցները Նիկոլին գովերքելու համար։ Տեսել ենք, չէ՞, լուսանկարները մինչև հիմա կան։ Եվ մենք անուն առանուն գիտենք, որ Նիկոլին այնպես չի, որ մերժվում էր Նիկոլը մեր հոգևորականությունից։ Ոչ։ Այլ բան է, երբ որ Նիկոլը եկավ, նրանք նոր հասկացան, որ Նիկոլի նպատակներից մեկը հայ առաքելական եկեղեցու ոչնչացումն է, որովհետև Նիկոլը գալուց անմիջապես հետո Նիկոլը սկսեց հարձակումներ առաքելական եկեղեցու եւ կաթողիկոսի վրա։ Նոր այն ժամանակ հասկացան, որ մի րոպե, այս Նիկոլը հենց այնպես բան չի, սիրուն լոզունգներով խոսացող տղա չի, հա, մի քիչ գողական ժարգոնով, փողոցային, այդպես չի։ Նիկոլը եկել է քայքայելու, այդ թվում եկեղեցին։ Ցավոք սրտի, մեր եկեղեցու կադրային քաղաքականություն, այսպես ասենք, հա, այնպեսին դուրս եկավ, որ փաստորեն բազմաթիվ մարդիկ ցույց տվեցին, որ իրենք շատ հեռու են հոգևոր առաջնորդ լինելու առաքելությունից։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ ցավոք սրտի հասել են շատ բարձր մակարդակի եկեղեցու հիերարխիայի մեջ, արքիեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ եւ այլն, եւ այդ մարդիկ փորձում էին մեզ հոգևոր առաջնորդ լինել։ Ինչու՞մն է խնդիրը, ով է մեղավոր, ես չգիտեմ, որովհետեւ եկեղեցական համակարգը ես այդքան մանրամասն չգիտեմ, բայց ես գիտեմ, որ առաջինը այդ 10 արքիեպիսկոպոսները, որոնք հայտարարություն են արել, հայտարարել են շատ վտանգավոր մի հանցագործության մասին, հաղորդում են տվել, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ որ ընտրվում էր կաթողիկոսը, ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչություն։ Ահաբեկչության արդյունքում ընտրվել է այս կաթողիկոսը։ Ահաբեկում էին ընտրիչներին։ Հիմա մենք հարց ենք տալիս այդ 10 հոգուն, նրանք անդադ լռում են, բայց ես հնչեցնում եմ այդ հարցը։ Կամ դուք պետք է ասեք, ով էր ահաբեկում, ում էր ահաբեկում, ինչով էր ահաբեկում, հա? Կամ դուք ստախոսներ եք։ Եթե դուք ստախոս եք, ապա խաչերը վրանքներից հանեք։ Դուք ինչ առաջնորդ, եթե հոգևոր առաջնորդ, հա, եթե դուք պարզապես ստախոս եք։ Եթե ստախոս չեք, ասեք, ով էր կոնկրետ, ով էր կազմակերպում այդ ահաբեկչությունը ընտրիչների հանդեպ։ Ովքեր էին այդ, այսպես ասած, մարդիկ, ովքեր խառնվել են եկեղեցու այդ գործերին։ Ժողովրդական բանահյուսությունը անուններ տալիս է։ Տալիս է անուններ, ասենք։ Շատ-շատերը այն ժամանակ նույնպես ասում են, որ իբր թե Վազգեն Սարգսյանը իր եղբոր Արամ Սարգսյանի միջոցով այդտեղ իսկապես ուրեմն ճնշում է գործադրել, որպեսզի ընտրվի այս թեկնածուն, ոչ թե այլ։ Բայց դա ոչ մի հիմնավորում առայժմ երբեք չի ստացել։ Ավելին, մենք հենց վերջերս ես զրույց ունեցա, հրապարակային զրույց ունեցա ընտրիչներից մեկի հետ, իմ կողմից շատ հարգված պարոն Անիսոնյանի հետ, Գրիգորի Յուրիչ Նոև Կապչեկ թերթի գլխավոր խմբագիր, որ ընտրիչ էր, եւ ասեց նման բան չի եղել։ Հիմա այս 10 հոգին, այդ 10 հոգին էլ եմ ասում, դրանք, գիտեք ինչ, եթե դրանք լինեին կողքի խանութի պիվա խմող հարբեցողներից, ես կասեի դա հիմա ինչ-որ մեկ ինչ-որ բան ասում է։ Բայց 10 հոգին բարձր կարգավիճակ ունեցող հոգևորականներ են։ Դուք բան եք ասում, դե մինչև վերջ ասեք, հասկանանք, ով էր ճնշում գործադրում։ Սա մեկ։ Երկրորդը, այդ հսկայական ապարատը, որ ունի կոչվում է պետական
իրավապահ ապարատ։ Եթե տեղի է ունեցել հանցագործություն, ահաբեկչություն անունով, որտեղ դա ասել են այդ 10 հոգին։ Ահաբեկչություն է տեղի ունեցել եկեղեցու առաջնորդի ընտրության ժամանակ։ Բայց դրա միանգամից պետք է քրեական գործ հարուցվեր։ Այդ 10 հոգին պետք է տային ցուցմունքներ, ասեին ով է այդ ահաբեկչությունը իրականացնողը, ում դեմ, ոնց, ինչ մեթոդներով, ինչ պայմաններով եւ այլն, եւ այդտեղ բացվեր, այսպես ասած, այդ ամբողջ ընթացքը։ Ուրեմն ամենահետաքրքիրը իրավունք թերթը դիմել է այդ հարցով դատախազությանը եւ այլ իրավապահներին, նրանք ասում են մենք տեղյակ չենք այդ հայտարարության մասին։ Ну, երևի ճիշտ կլինի, որ իրավունք թերթը հայտարարությունը կտրի, դնի ծրարի մեջ, ուղարկի մի հատ տեղեկանան։ Հասկանում եք, աբսուրդ է։ Մարդը, ինչ որ չգիտեմ, զրույցի ժամանակ ասում է, չգիտեմ, խոսքենք, այս իշխանությունը պետք է փոխել, այդ բառերի համար տանում են բանտ, բայց մարդիկ, էլ եմ ասում, կողքի մեր բան են, պիվի, բուտկի հարբեցողները չեն, շատ լուրջ մարդիկ են, ասում են, եղել տեղի է ունեցել ահաբեկչություն, ոչ մեկ դրանով չի զբաղվում։ Սա էլ մի կողմ, Նիկոլը հասավ իր նպատակին, ի վերջո երկու կողմից էլ եկեղեցին նախ պարակտեց, երկու կողմից սկսեցին իրար վրա ամենավերջին ուրեմն կեղտը թափել, ջրի երես դուրս եկան շատ տգեղ պատմություններ եկեղեցականների հետ կապված, հա, մի մասը հերկվում է, մի մասը չի հերկվում եւ այլն, բայց Նիկոլը հասավ ինչին, հասավ նրան, որ եկեղեցուն որպես ինստիտուտ հեղինակազրկեց։ Ոչ միայն պարակտեց, հեղինակազրկեց։ Իմ այլ ասում է պետք է հիմնը հնչի եկեղեցում, դրոշակը դնենք։ Իսկ դա արդեն դա ես չգիտեմ ինքը այդ ասելուց առաջ ինչ էր ծխել, ինչ էր խմել։ Հա, բայց դա հաստատ արդեն քաղաքական քննարկման թեմա չի, դա ինձ թվում է հոգեբուժական սիմպոզիումի թեմա է։ Սա քաղաքական խոսակցություն չի այլևս։ Խնդիրը ո՞րն է։ Նիկոլը ունի 3 խնդիր եկեղեցուն վերացնելու համար։ Եվ էլ եմ ասում, Նիկոլը եկավ, չեկավ 18 թվականից սկսեց եկեղեցու դեմ գործել։ Սկսեց գործել եկեղեցու դեմ, սկսեց գործել բանակի դեմ։ Մավեր Գրիգորյանի գործունեությունը ես երբեք չեմ, այսպես ասած, ֆետիշացրել, բայց Մավեր Գրիգորյանի դեմ հենց առաջին իսկ քայլերը, որ իրականացրեց Նիկոլը, եւ այսօրվա որոշ ընդդիմադիրներ այն ժամանակ ապարում էին Նիկոլի առաջ, ֆիզիկապես եմ ասում ապարում էին, ոչ միայն փոխաբերական իմաստով, ֆիզիկապես։ Պատկերացնում եք այսօրվա ընդդիմադիրը, կուսակցության ղեկավարը, այն ժամանակ ապարում էր Նիկոլի դեմ, շալախով էր ապարում, տրնգի էր ապարում, չէր։ Այդ մարդիկ սկսեցին քանդել բանակ, այդ մարդիկ սկսեցին քանդել եկեղեցի։ Ինչու է պետ Նիկոլին քանդել եկեղեցի։ Առաջին ցանկացած ազգ, որը զրկված է հոգևոր ինստիտուտից, կամաց-կամաց վեր է ածվում անասունի։ Անասունին կառավարելը շատ հեշտ է, կուզես կտանես սպանդանոց, կուզես կարածացնես, կուզես կկթես, մի խոսքով։ Երկրորդ, հայ ինքնությունը հիմնադրված է մի քանի սյուների վրա։ Այդ սյուներից մեկը եկեղեցին է, որը ունի ոչ միայն հոգևոր ինստիտուտի նշանակություն, այլ նաև շուրջ 1000 տարի ունեցել է նաև ադմինիստրատիվ, հայկական ադմինիստրատիվ ինստիտուտի դերակատարություն, երբ որ չկար պետականություն։ 1000 տարի չենք ունեցել պետականություն, եկեղեցին եղել է այդ պետականության որոշ էլեմենտների կրողը։ Եվ երրորդ, ավելի քան 1000 տարի, 1500 տարի Հռոմը ցանկություն ունի այդ այսպես կոչված էկումենիստական շարժումը, ցանկություն ունի կլանել հայկական եկեղեցին։ Ինչի համար է դա պետք, դա այլ խոսակցության թեմա է, դա քաղաքական, աշխարհաքաղաքական եւ այլ քննարկումների թեմա է, բայց հայկական ցիվիլիզացիան դա հիմնված է ուզում են կլանի Հռոմը։ Դա նոր բան չի։ 1500 տարի այդ թեման կա։ Հիմա հարմար պահ է, որպեսզի
այս կլանումը իրականացի, որտեղ հայկական եկեղեցին որպես ինստիտուտ պարզապես այսօր շատ է թուլացել իր ուրեմն ամբողջության մեջ։ Սա է ուրեմն Նիկոլի երրորդ նպատակը։ Եվ այդ նպատակները իրականացնելու համար ոչ միայն Նիկոլին է նման հանձնարարություն տրվել, նման հանձնարարություն տրվել էր բոլոր այսպիսի ուրեմն խամաճիկային պետություններին եւ խամաճիկային պետությունների խամաճիկ ղեկավարներին, որոնք ենթարկվում են, ասենք, Անգլիայի գլոբալիստների ժամանակի Միացյալ Նահանգներին թելադրանքին։ Այդ խամաճիկ, տեսեք, Մոլդովա, նույն բանը եկեղեցու դեմ արվում է Մոլդովայում։ Վերցրեք Ուկրաինա, նույն բանն արվում է Ուկրաինայում, հա։ Վրացիները այնքան թասի բովազդ դուրս եկան, որ թույլ չտվեցին, որ անգամ Սահակաշվիլին, որը էլի խամաճիկ էր եւ պետությունը դարձրեց գլոբալիստների խամաճիկային պետություն, վրացիները այն ժամանակ թույլ չտվեցին, որ եկեղեցու դեմ գնան։ Կարողացան պահել։ Բոլոր դեպքերում դա իհարկե դա ընդհանուր պատվերի շրջանակներում է կատարվում, ընդհանուր պատվեր նշանակում է այսինքն բոլոր խամաճիկներին, բոլոր խամաճիկային պետություններին նման հանձնարարություն տալը։ Սա է իրականությունը եկեղեցու հետ կապված։